Հայաստանի Հանրապետության կառավարությունը ազգային ժողովին առաջարկել է այսօր։ Ինչ ազգային ժողովը քննարկում է ըստ էության հեծը պետականացնելուն միտված նախագիծը, Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու ընտանիքը զգուշացնում են, եթե պետական կառույցները նույն կերպ շարունակեն, Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վարույթ կհարուցվի եւ կառավարությունը ստիպված կլինի ամբողջական փոխհատուցում վճարել։ Կարապետյանները տեղեկացնում են, պետական մարմիններին ծանուցում են ուղարկել ներդրումային վեճի վերաբերյալ, որը հիմնված է Հայաստանի եւ Կիպրոսի միջև 30 տարի առաջ ստորագրված ներդրումների խթանման եւ պաշտպանության համաձայնագրի վրա։ Կարապետյանները հեծը տնօրինում են նաեւ Կիպրոսում գրանցված մի ընկերության միջոցով։ Այդ համաձայնագիրը ներդրողներին հնարավորություն է տալիս դիմել միջազգային արբիտրաժ պետության կողմից իրենց իրավունքների խախտման դեպքում։ Նման գործընթացները բացասական ազդեցություն են ունենում երկրի ներդրումային գրավչության վրա։ Հեծի շուրջ կայծակնային արագությամբ ծավալվող իրադարձությունների հաջորդականությունը ներկայացնող Կարապետյաններն այդուհանդերձ ընդգծում են, ծանուցումը նախազգուշական է։ Դրանում բաժնետերերը պնդում են, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների գործողությունները կամայական են, խտրական, քաղաքական դրդապատճառներով եւ ուղղված են հեծի միջոցով Կարապետյանների ընտանիքին սեփականությունից զրկելուն։ Հեծը պետականացնելու մտադրության մասին իշխանությունները հայտարարեցին Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանն ու կալանավորմանը զուգահեռ։ Մի քանի օրվա ընթացքում հասցրին նաև օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակել, որով նաև կարող են ժամանակավոր կառավարչի հանձնել ընկերության կառավարումը, եթե այն պատշաճ չկատարի իր պարտականությունները։ Կարապետյանների ուղարկած նամակից ժամեր անց խորհրդարանի արտահերթ նիստում սկսվեց նախագծի քննարկումը հրատապ հարցերի շարքում 24-ժամյա ռեժիմով։ Ռազմավարական նշանակության հարց է բերվել օրակարգ եւ դուք առաջարկում եք 24-ժամյա ռեժիմով քննարկել հեծի խլման գործընթացը, որը իրականում շատ մեծ բացասական առումով ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա։ Հիմա ասում եք սա հրատապ կերպով քննարկեք։ Ինչու հրատապ։ Իմ պատասխանը օրինակ այն է, որ եղել է Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության մասով եւ դա հրատապություն է առաջացրել կառավարությունում։ Եթե այս մոտեցման հետ համաձայն չեք, հետեւաբար հիմնավորեք, թե որն է պատճառը, որ մենք այս նախագիծը պետքա հրատապ կերպով քննարկենք։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Աննա Գրիգորյանի այս հարցին օրակարգի նախագծերը ներկայացնող տարածքային կառավարման փոխնախարար Արմեն Սիմոնյանը հստակ պատասխան չտվեց։ Ռազմավարական ոլորտը հաշվի առնելով մենք կարծում ենք, որ նման հարցերին պետք է հրատապ լուծումներ տալ, դրա համար էլ այս նախաձեռնությունը այսօր ձեզ ներկայացվում է եւ առաջարկում է քննարկել։ Շնորհակալություն։ Հենց այսօր դա տեսակ, 3 դա տեսակ, մի ամիս առաջ չէիք տեսնում, մի տարի առաջ չէիք տեսնում, 2 տարի առաջ չէիք տեսնում, հենց այսօր որոշեցիք հրատապ կերպով ներկայացնել։ Խնդիրները վաղուց կան, բայց մի օր եւ կարծում ենք սա այդ օրերից մեկն է, այդ խնդիրներին պետք է արագ լուծում տալ։ Շնորհակալություն։ Ընդդիմադիր պատգամավորին արձագանքեց իշխող քաղաքացիական պայմանագրից Արման Եղոյանը։ Խլվել այն ժամանակ, երբ դադարել է պետական մասնակցությունը, խլվել է Հայրուս գազարտը ժամանակին, խլվել է վերջի 20%-ը ժամանակին, երկաթուղիները, հեծը ժամանակին 2002-ին մասնավորեցվելուց։ Սա հեծը խլելու նախաձեռնություն է։ Ընդդիմադիրների ելույթները այս շեշտադրումն ունեին։ Իշխանության նախաձեռնած խլելը նորաձև օպերացիան բազմերանգ դրսևորումներ է ստանում, որով փորձ է արվում եւ հաշվեհարդար տեսնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ եւ իշխանությունը օգտագործել ուրիշի ստեղծածի հաշվին նեղ խմբային շահեր կարգավորելու համար։ Այս նախագիծը կրկնում եմ գործընկերներից ասածը, մեկ բանի մասին է, ցանկացած գործարար ով այս իշխանությանը մի թթու խոսք ասի կամ ցանկալի խոսքը չասի, փոխվելու է օրենքները։ Կառավարությունից մինչդեռ պնդում են, հեծով սկսել են զբաղվել Սամվել Կարապետյանի եկեղեցուն պաշտպանող հայտնի հայտարարությունից առաջ։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը պնդեց, վարչապետից ավելի վաղ էին հանձնարարական ստացել։ Հանձնարարականը եղել է գրավոր, հստակ ամիսամսաթվով եւ ինձ մոտ առնվազն տպավորությունը այնպիսին է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան։
Խորհրդարանական քննարկումներին զուգահեռ վարչապետ Փաշինյանն իր Facebook-յան էջում հրապարակեց Կարապետյանի կալանավորումից առաջ մայիսի 20-ին կառավարական Էլ-Փոստով ուղարկած իր հանձնարարականի սկրինշոթը։ Նամակում Փաշինյանը դժգոհում է հոսանքազրկումներից ու պահանջում պատժամիջոցներ կիրառել հեծի նկատմամբ։ Վարչապետը խնդրում է մեջբերեմ թեման չցրել, այլապես գնալու են ընկերության ազգայնացման, ամբողջական եւ կտրուկ։ Ընդ որում Փաշինյանն այժմ էլ պնդում է, թե իր այս հանձնարարականի մասին հեծում իմացել են եւ դրանից հետո է Սամվել Կարապետյանը որոշել մեջբերեմ կանգնել եկեղեցու կողքին։ Խորհրդարանում հեծին առնչվող օրենսդրական փաթեթի քննարկումն այսօր ավարտվեց, բայց քվեարկություն դեռ չի եղել։